Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Սիրելի վանաձորցիներ, հարգելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, ավարտվեց 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանը։ 28 օր ժամանակ, որի ընթացքում հանդիպեցինք քաղաքացիների հետ, ներկայացրեցինք Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ծրագիրը եւ փորձեցինք քաղաքացիներին համոզել եւ ներկայացնել, որ այս ծրագիրը այն ծրագիրն է, որը փոփոխելու է իրենց կյանքը։ 28 օրը բավականին չէր ներկայացնելու այն խնդիրները եւ լուծումները, որ մենք կարողանայինք անենք։ Բայց քանի որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ուներ հստակ մշակած լուծումները, մենք քաղաքացիներին փորձեցինք ամեն ինչ տեղացնել ժամանակին։ 28 օրվա ընթացքում տեսանք ամեն ինչ՝ թշնամության մթնոլորտ, ատելություն, ձերբակալություններ, կալանավորումներ, ռեպրեսիաներ, ինչի արդյունքում մենք մեր աշխատանքը դժվարացավ։ Ցավոք սրտի չտեսանք քաղաքական պայքար, քաղաքական բանավեճեր, Բարգավաճ Հայաստան կուսակցության բոլոր հրավերները մերժվեց ընդդիմադիր կուսակցությունների կողմից եւ չկարողացանք մեր ասելիքը իրենց դեմքին, իրենց երեսին եւ իրենց սուտը իրենց առերես ներկայացնել, որպեսզի քաղաքացիները կարողանան ճիշտ գնահատականներ տալ։ 28 օրում մենք միայն տեսանք մեր հանդեպ իրականացվող լուրջ ռեպրեսիաներ, ինչը սակայն մեզ չխանգարեց եւ մեր թիմին չխանգարեց իրականացնել նախընտրական շատ բովանդակալից քարոզարշավ։ Հունիսի 7-ը մեր երկրի համար, մեր ժողովրդի համար ճակատագրական օր է լինելու։ Այդ օրը դուք եք որոշելու քաղաքացիները ում ընտրեն եւ ովքեր են պահանջատեր լինելու այս երկրի համար։ Ես կոչ եմ անում բոլորիս։ Առաջին հերթին անպայման մասնակցել ընտրություններին։ Ձեր մասնակցությունն է, որ թույլ չի տալու գործող իշխանությունը վերարտադրվել եւ շարունակել տարբերություններ դնել հայերի միջև, սև ու սպիտակի բաժանել, ատելության մթնոլորտը շիկացնել։ Ձեր մասնակցության միջոցով է, որ դուք կարողանալու եք ձեր մասնակցություն ունենալ եւ պահանջատեր լինել հայ ժողովրդի եւ Հայաստանի ապագայի համար եւ զարգացման համար։ Հունիսի 7-ը ճակատագրական է նաեւ այն առումով, որ այդ օրն է որոշվելու, թե մեր հայրենիքը դեպի որ կողմ է գնում, մեր հայրենիքում ինչ միջավայր է տիրում, մեր հայրենիքում եկեղեցիները որքանով են պահպանված, մեր հայրենիքում քաղաքացիները որքանով են պահպանված եւ լոգ բառերը, սեր խոստովանությունների ստի հետ համակցումը չենք թույլ տալու, որպեսզի շարունակվի։ Հետևաբար կարծում եմ, որ հունիսի 7-ին ընտրություն կատարելիս ու խնդրում եմ ձեզ նաև կատարեք ընտրություն այն կուսակցության եւ այն մարդկանց օգտին, ովքեր ամեն ինչ արել են ձեզ իրականություն ներկայացնելու համար։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ մասնավորապես ես որպես պատասխանատու որևէ բան չեմ ասել կուսակցության համար նախընտրական շրջանում ձայներ հավաքելու, հետագայում չանելու համար։ Եվ ես համոզված եմ, որ վանաձորցիները եւ իմ հայրենակիցները ճիշտ որոշում են իրականացնելու եւ հունիսի 7-ը ճակատագրական է լինելու Հայաստանի համար լավ առումով։ Հունիսի 7-ին ընտրելով Բարգավաճ Հայաստան կուսակցություն, դուք ընտրում եք ձեզ, դուք ընտրում եք մի կուսակցություն, ով պատասխանատու է, որ այն կուսակցությունը, որի խոսքը գործ է եւ ով հետագայում ձեր կյանքը ամեն օր բարելավելու է։ Համոզված եմ, որ չեք ընտրելու Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից իրականացվող քայլերը կատարողներին, չեք ընտրելու այն մարդկանց, ովքեր փորձեցին ձեզ որոշակի շրջանում սուտ խոստումներ տալով որոշակի ծառայություններ մատուցել եւ չեք ընտրելու այն կուսակցությունը, որը միայն նախընտրական քարոզչական շրջանում բազմաթիվ ընտանիքների թողեց կիսատ, որովհետև բազմաթիվ մարդիկ կալանավորվեցին առանց ապացույցների։ Հետևաբար կոչ եմ անում բոլոր իմ ընկերներին, ճանաչող մարդկանց, Բարգավաճ Հայաստան կուսակցության ծրագրերին ծանոթացող մարդկանց հունիսի 7-ին քվեարկել քվեաթերթիկ համար 7 Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, որտեղ ես համոզված եմ, որ միայն Բարգավաճ Հայաստան կուսակցությանը քվեարկելու արդյունքում դուք կունենաք բարգավաճ երկիր եւ ամենակարևորը երաշխավորված խաղաղություն։ Հետևաբար հունիսի 7-ին քվեարկում ենք համար 7-ին։